Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ավանդական դարձած ճեպազրույցը սկսեց պաշտոնյաների վարձատրությունից եւ տրամադրված պարգեւավճարներից։ Նա նշեց, որ ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ, որն ունի մի քանի նպատակ։ Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ մրցակցություն է առաջանալու Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ներդրումային ծրագրեր եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ եւ մենք այդ թվում պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը եւ կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, կենսակերպ եւ մենք պետական պաշտոնյաներին ըստ էության պարտադրում ենք, որ նրանք շարունակաբար իրենց մասնագիտական որակավորումները կրթությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատեն, իսկ դա նաեւ որոշակի լրացուցիչ ֆինանսական ծախսեր են։ Կառավարության ղեկավարը անդրադարձավ TRIP նախագծի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ներկայացնելով ամերիկյան կողմի արդեն իսկ հատկացրած գումարի չափը։ Այս պայդրությամբ ես ինչքան գիտեմ, նախնական $140 միլիոն արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար, ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Փաշինյանը արձագանքեց նաև Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի անուղղակի մեղադրանքին, թե հայկական կողմը Իրանի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիաները թույլատրելի է համարել։ Իրանի Իսլամական Հանրապետության մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Այո, կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունից արձագանք է ստացել կապված Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հետ։ Ռուսաստանի պարագայում ես այս փուլում էլի ասցի, խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով ախորիկի հատվածը, երասխի հատվածը վերականգնեն եւ նաեւ Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի։ Էլի եմ ասում, խնդրում եմ արձանագրել, որ TRIP-ը ինքը ներդրումային մի ծրագիր է, այո, շատ կարևոր, շատ առանցքային, բայց ինքը ներդրումային ծրագիր է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների, բայց այդտեղ կան տարբեր շահառուներ, որոնք օգտվելու են եւ հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից եւ մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործմանը ամենատարբեր ոլորտներում։ Վարչապետը նշեց, որ եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով Ռուսաստանը չկարողանա անել այդ աշխատանքը, հայկական կողմը պատրաստ է այն իր ուսերին վերցնել։ Գործադիրի ղեկավարը խոսեց նաև հունվարի 14-ին Բաքվից 4 հայ գերիների վերադարձից, տնտեսական որոշ նախագծերից պատասխանելով լրագրողների բազմաբնույթ այլ հարցերին։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։